Ողջույն բոլորին։ Նախորդ դասերին մենք սովորեցինք կառավարել անհատական հայտերը մեկ առ մեկ։ Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ մենք ունենք ոչ թե մեկ հաճախորդ, այլ մի ամբողջ ցուցակ, օրինակ 50 կամ 100 հոգի, եւ ուզում ենք բոլորին միաժամանակ ուղարկել նամակ կամ թարմացրել նրանց կարգավիճակը Airtable-ում։ Մեկ առ մեկ անելը ձեռքով ժամանակատար է, եւ եկեք խոստովանենք անիմաստ։ Այստեղ մեզ օգնության են գալիս լուփերը, ցիկլերը եւ JavaScript կոդը։ Ինչ է լուփը։ Լուփը նման է մի աշխատողի, ում դուք տալիս եք թղթերի մի ցուցակ եւ ասում. այս ցուցակի մեջ յուրաքանչյուր թղթի համար արա նույն գործողությունը։ Այն վերցնում է ցուցակի առաջին տվյալը, կատարում գործողությունը։ Անցնում է երկրորդին, կատարում նույնը։ Եվ այսպես շարունակ, մինչև ցուցակը կվերջանա։ Այսինքն, լուփը կրկնվող գործընթացների շարք է, որը թույլ է տալիս մեկ քայլով մշակել հազարավոր տվյալներ։ JavaScript կոդ։ ActivePieces-ն ունի հարյուրավոր պատրաստի գործիքներ, բայց երբեմն տվյալները պետք է ձևափոխել շատ յուրահատուկ ձևով։ Օրինակ, հաշվել բարդ սեղճեր կամ միացնել մի քանի տեքստ իրար։ Այդ ժամանակ մենք օգտագործում ենք code action։ Մի վախեցեք կոդ բառից։ Եթե չգիտեք JavaScript, կա շատ պարզ լուծում՝ արհեստական բանականությունը։ Դուք ուղղակի բացատրեք նրան, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, եւ նա ձեր տեղը կգրի անհրաժեշտ կոդը։ Անցնենք գործնական օրինակին։ Պատկերացնենք, մենք Airtable-ից ստացել ենք 20 հոգու ցուցակ, ովքեր դեռ չեն վճարել իրենց պատվերի համար։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մենք համակարգին հրահանգում ենք ստուգել մեր բազան։ Trigger, schedule, ընտրում ենք schedule, որպեսզի ավտոմատացումն աշխատի օրինակ ամեն երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Action, custom API call։ Երբեմն սովորական search-ը բավարար չէ, եւ մեզ պետք է custom API call։ Սա նման է նրան, որ դուք անձամբ զանգահարեք Airtable-ի գրասենյակ եւ ասեք. ինձ տվեք այսինչ բազայի բոլոր տվյալները։ Այստեղ մենք դնում ենք մեր API հասցեն եւ token-ը։ Կարևոր է, անպայման սեղմեք test action։ Դուք պետք է պատասխան ստանաք տվյալների զանգվածի array տեսքով։ Եթե տեսնում եք ձեր հաճախորդների ցուցակը, ուրեմն կապը հաջողված է։ Հիմա երբ ունենք չվճարվածների ցուցակը, պետք է աշխատացնենք ցիկլը։ Լուփի ավելացում։ Սեղմեք plus եւ ընտրեք loop գործիքը։ Items dashed։ Սա ամենակարևոր պահն է։ Այստեղ դուք պետք է ընտրեք այն տվյալների ցուցակը, որը ստացել եք առաջին քայլում, custom API call։ Ինչ է անում լուփը։ Այն վերցնում է այդ ցուցակը եւ ստեղծում է մի առանձին աշխատանքային տարածք, որտեղ ամեն մի հաճախորդի տվյալ մշակվում է հերթով։ Լուփի ներսում actions։ Այն ամենը, ինչ դուք կավելացնեք լուփի երկու գծերի մեջտեղում, կկրկնվի յուրաքանչյուր հաճախորդի համար։ Տվյալների ձևափոխում JavaScript-ով։ Պատկերացրեք բազայում ունեք ապրանքի գինը, բայց հաճախորդին պետք է ուղարկեք վերջնական գինը ներառյալ 20% ավելացված արժույթի հարկը։ ActivePieces-ի սովորական գործիքները չեն կարող հաշվարկանել, ուստի մեզ պետք է մի փոքրիկ կոդ։ Լուփի ներսում ավելացրեք code action։ Inputs բաժնում կապեք price փոփոխականը ձեր լուփի տվյալների հետ։ Օգտագործեք հետևյալ կոդը։ Հիմա երբ ունենք թե հաճախորդի տվյալները եւ թե կոդով հաշվարկված վերջնական գումարը, ուղարկում ենք նամակը։ Ընտրեք loop item email
content, բարև, loop item name։ Տեղեկացնում ենք, որ ձեր վճարման ենթակա գումարը կազմում է code result դրամ, ներառյալ ավելացված արժույթի հարկը։ Արդյունքը։ Եթե ցուցակում կա 20 հոգի, համակարգը 20 անգամ կկատարի հաշվարկը եւ կուղարկի 20 անձնավորված նամակ, ընդամենը մի քանի վայրկյանում։ Ինչու է սա կարևոր։ Առանց լուփերի եւ կոդի դուք սահմանափակված եք, իսկ այս գործիքներով դուք կարող եք մշակել հազարավոր տողեր վայրկյանների ընթացքում, ձևափոխել տվյալները ցանկացած ձևով, օրինակ ամսաթվերի ֆորմատի փոփոխություն։ Միացնել բարդ համակարգեր, որոնք չունեն պատրաստի ինտեգրացիա։ Երբ աշխատում եք լուփերի հետ, թեստավորման ժամանակ Active-Pieces-ը ցույց կտա առաջին հաճախորդի մշակումը Iteration 1։ Եթե առաջինը ճիշտ է, ապա համակարգը նույն հաջողությամբ կմշակի նաև մնացած բոլորի համար։ Ցեղմեք Publish և զգացեք ավտոմատացման իրական հզորությունը։ Այսօր մենք սովորեցինք բազմապատկել մեր գործողությունները։ Մենք այլևս չենք վախենում մեծ ցուցակներից եւ գիտենք, որ եթե ինչ-որ գործիք պակասում է, մենք կարող ենք այն ստեղծել մեր սեփական կոդով։ Հաջորդ դասին մեր դասընթացի եզրափակիչ փուլում մենք կխոսենք արհեստական բանականության մասին։ Կսովորենք, թե ինչպես ChatGPT-ին միացնել մեր ավտոմատացմանը, որպեսզի նա ինքնուրույն պատասխանի հաճախորդների նամակներին։